ERT-ն շանթի ուղիղ եթերում շարունակում է New Day հաղորդումը, հարգելիներս բարի նոր օր։ Ինչպես Գևորգը քիչ առաջ ասաց, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք այնպիսի մի անձնավորության, ով սիրում է գեղեցիկ աշխատանքն առհասարակ, ով էսթետ է ամեն հարցում եւ սիրում է կերտել գեղեցիկը։ Մենք այսօր խոսելու ենք կանանց գեղեցկության մասին, Անի Արամի գեղեցկության կենտրոնի հիմնադիր տնօրեն Անի Ծատուրյանի հետ, ով էլ հանդիսանում է իմ յուրաքանչյուր օրվա գեղեցիկ դիմահարդարման հեղինակը։ Բարի լույս Անի։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Բարի լույս։ Շատ լավ, շնորհակալություն։ Ուրախ Կարել եք ձեր տաղավարը։ Ինչպես տեսնում ես, արդեն նոր տարուց նոր տարի ես գալիս, Անի ջան։ Արդեն նոր տարվա տրամադրություն է իշխում այստեղ։ Ինչպիսի հետաքրքիր նորություններ կան առհասարակ։ Կարելի է մինչ գործին ասել եմ մի հարց։ Առհասարակ այսպիսի մի հայկական ավանդույթ կա, որ նայում ես միշտ պատմության մեջ։ Միշտ կոշկակարը կոշիկ չի ունենում, շինարարը տուն չի ունենում եւ այլն եւ այլն եւ այլն։ Դու հասցնում ես, որ ամեն օր գեղեցկացնում ես մեր իրական սերի ներկայացուցիչներին, նաեւ զբաղվես քեզնով։ Ոչ։ Տեսար։ Տարապես ինքսից մեյքափ անում եմ երևի, չգիտեմ, ամիսը 2-3 անգամ չեմ հասցնում։ Առիթից առիթ։ Առիթից առիթ եւ այսօր այդ առիթն է։ Շատ ուրախ եմ, որ այդ առիթը ունեցանք։ Շատ լավ, խնդրեմ յուրաքանչյուր շաբաթվա մի օր ինքը եւ արիթ հյուր գոնե առիթ կլինի։ Սպառվելու։ Անի դեռ ամիսներ առաջ երևի թե արդեն մի քանի անգամ եղել ես մեր տաղավարում, բայց ամիսներ առաջ երբ եղար մեր տաղավարում Անի Արամի գեղեցկության կենտրոնն արդեն կար։ Այո, արդեն կար, նոր էր բացել։ Նոր էր բացել դռները կանանց եւ աղջիկների համար։ Խնդրում մի փոքր պատմիչ առհասարակ ինչպես ստեղծվեց քեզ մոտ այդ միտքը ստեղծել գեղեցկության կենտրոն, որտեղ պիտի սպասարկվեն բացառապես կանայք եւ աղջիկները։ Ասեմ, որ ցանկությունը դեռևս շատ այսպես հնուց է գալիս, միշտ ունեցել եմ այդ ցանկությունը, որ ունենամ իմ գեղեցկության սրահը, որը լինի նաև իհարկե օջախի պես մի վայր, այսինքն տուն, ոչ միայն լինի ուղղակի գեղեցկության սրահ, եւ իհարկե մենք ունենք այդ կադրերը, թե ինչպես է առաջ եղել եւ ինչքան մենք այսպես ծանր աշխատանք, այո, հին տեսքն է, նորը շատ մեծ իհարկե աշխատանք ենք կատարել։ Սա նոր։ Իսկապես անճանաչելի կերպով։ Ես առաջին հենց քայլերից ես որ մտնում եի, այստեղ ասում եմ Անի, հնարավոր է։ Անի հնարավոր է։ Անի ներողություն, այս սենյակի, այս սրահի նման նաև լինում են որոշ դեպքեր, երբ դու ծայրահեղությունից գեղեցկացնում ես նաև, չէ՞։ Այո, իհարկե։ Հենց այդպես է լինում է, կարծում եմ միշտ։ Ասեմ, որ մեր սրահում ուրեմն գործում են եւ դիմահարդարման եւ վարձահարդարման սրահներ, եւ հատկապես կուզենայի ուշադրությունս գրավել բոլոր այն վարձահարդարներին, ովքեր որ ցանկանում են աշխատել այստեղ, մենք ունենք վարձով տրվող աթոռներ վարձահարդարների համար, նաեւ մեր հաճախորդների համար այսպես ապահով պահարաններ, որ իրենց շատ ապահով զգան, ինչ վերաբերում է վարձահարդարներին, նաև ունենք նույնպես շատ հարմարավետ սրահ եւ մատչելի պայմաններ մեր վարձահարդարների համար։ Կարծում եմ, որ բոլորի, այսպես ասած, ցանկությունն է ունենալ լավ աշխատանքի վայր, գեղեցիկ վայր, չէ՞։ Ես ասեմ, որ շատ այսպես տոնական ու այդ տան տրամադրությունն իսկապես իշխում է այստեղ, գալիս ես այսպես relaxed վիճակում, հանգստանում։ Ես ինչպես նկատեցի, իմ սիրելի երևույթն է տեղի ունենում ձեր սրահում, սուրճ են Այո։ Էմա ինչու՞ չեք հրավիրում ինձ մեկ օր առավոտյան ես ձեզ հետ գամ այդ։ Բայ Գևորգ ջան, սիրո վարի։ Անի, բայց ինչու իսկապես տղամարդկանց չեք սպասարկում ձեզ մոտ։ Մեզ մոտ կանացի սրահ է, այդպես ենք սկսել աշխատել, դա նաև իմ ամուսնու գաղափարն է։ Դե հասկանալի է, ինչի ամուսնու գաղափարն այդպեսին, այո։ Իսկ մի այսպիսի հարց, առհասարակ ասում են տղամարդիկ քիչ են հաճախում սրահներ, քիչ են հետևում իրենց։ Օրինաչափորեն դա այդպես է, որովհետև կանայք ավելի խնամքի կարիք ունեն, որովհետև ավելորդ պարագաներ, ատրիբուտները դրանք մեյքափն է, մազի ներկումն է եւ այլն, որ ավելի շատ է կանանց համար։ Բայց առհասարակ չեք կարծում, եթե առաջարկները շատ լինեն տղամարդիկ ավելի շատ սկսեն հաճախել, այսինքն այդ օրինաչափության մեջ։ Կարող է այդպես լինել, հնարավոր է։ Այսինքն 2016 թվականին եւս մեկ միտք, որ 1-2 աթոռ կարելի է զիջել տղամարդ։ Կամ կողքը ազատ տարածք չկա, փոքրիկ վերստի, թե Կարող է շուտով լինի։ Կարող է շուտով լինել։ Այն դեպքում կստացի կողքի սրահի անուն էլ կդնեք Արամանի։ Արամանի, այո, տարբերակ է։ Հետաքրքիր է, փաստորեն վարձով տրվող աթոռներ հիմա կան։ Այո, այժմ գործում են։ Ինչպես կարող են զանգահարել վարձահարդարներ, ովքեր չունեն տվյալ պահին աշխատասենյակ։
Կարող են զանգահարել տվյալ համարով, ես արդեն կբացատրեմ ես կամ իմ աշխատողները, թե իհարկե կուզենամ նրանք նույնպես գան այցելեն տեսնեն, պայմաններ, որտեվ ինձ համար այնքան հաճելի է, երբ որ մեկը գալիս է եւ ասում է ինչ գեղեցիկ է ձեր սալոնը, ինչ հաճելի է այստեղ աշխատել, իսկապես դա ինձ թվում է յուրաքանչյուրի համար կարևոր մի պայման է։ Հասկանում ես, որ իզուր չես։ Այո, իզուր չեմ այդքան դանջվել։ Շատ հրաշալի է, բացի վարսահարդարումից, բացի դիմահարդարումից, բացի մատնահարդարումից կա, բացի կոսմետիկ վիճակներից, նաև քիչ բժշկական ուղղությամբ, ասենք դեմքի մաքրման կամ այլ ծառայություններ։ Մաքրումներ չունենք, չէ։ Այդ մի բանը չունենք։ Միայն կոսմետիկ մոտեցումներ են։ Կոսմետիկ մոտեցումներ, այո։ Անի, գիտեմ, որ բացի դիմահարդարումներից կարող են շատ ու շատ կանայք եւ աղջիկներ մեր օրերում շատ պահանջված այսպիսի մասնագիտություն ձեռք բերել, դառնալ դիմահարդարներ։ Ինչի ուղղությամբ այսպես շատ քրտնաջան կերպով աշխատում ես եւ փորձում ես դասընթացներ ստեղծել հաճախորդների համար, նաեւ սաների համար։ Ինձ եւ մեր հեռուստադիտողներին խնդրում եմ ասա ինչ է իրենից ներկայացնում, ինչպիսին են այդ դասընթացները։ Ասեմ, որ շատերը սպասում էին, թե երբ է լինելու մյուս դասընթացը, ասեմ, որ արդեն օրը որոշված է եւ սկսելու ենք հունվարի 4-ից, սակայն մինչ դեկտեմբերի 26-ը ունեն ժամանակ, որպեսզի գրանցվեն դասընթացների համար։ Իսկ որքան է տևողությունը դասընթացների։ Տևողությունը 4 շաբաթ է տևողությունը, 2 շաբթից մինչև 5 շաբթի օրական 3 ժամով։ Իսկ ժամային գրաֆիկը կարող են հարմարեցնել դասերի հետ։ Հարմարացնում ենք մեր խմբի հետ։ Սա իմ անցյալ խումբն է, որի հետ մենք արդեն դասերը անցկացրել ենք։ Ասեմ, որ 4 շաբաթից հետո արդեն իմ շատ սիրելի աշակերտներին տրվում են իրենց սերտիֆիկատները։ Քիչ հետո կանրադառնանք սերտիֆիկատ ասվածի մասին։ Եվ իհարկե ասեմ, որ իմ աշակերտները սովորում են հատուկ գրաֆիկով, հա, ունենք մենք յունիտներ եւ ամեն օր մենք անցնում ենք հստակ ամեն օր 1 յունիտ։ Ունենք գիրգրականություն, նաեւ պրակտիկա։ Շատ հաճախ հարցնում են գիրգրականություն, այո, գիրգրականություն, քանի որ ես ինքս սիրում եմ, որ ամեն ինչը լինի պրոֆեսիոնալ, բարձր մակարդակի վրա եւ այն փորձ, այն գիտելիքները, ինչը որ ես ունեմ, փորձում եմ տալ իմ աշակերտներին։ Անի, այդ դասընթացների ընթացքում ինձ հետաքրքիր է, մենք բոլորս էլ դպրոցական տարիքում ունեցել ենք մեր սիրած առարկաները, հետաքրքիր է մեյքափի դասընթացի ժամանակ այդ 4 շաբաթվա ընթացքում քո աշակերտները ունեն իրենց սիրելի ինչ-որ, չգիտեմ, վրձինը, գույնը, աչք քսելը, թե պրոցեսը։ Այո, իհարկե ունեն, նրանք անհամբեր սպասում են contour եւ highlight-ին։ Այո։ Ես կարծում դա մի առանձին թեմա է, որին պետք է անդրադառնալ ավելի լրջորեն։ Ներողություն, ես չեմ հասկանում այդ բառերից, բայց որ դրանք կարևոր են։ Իսկ այսպեսի մի արձանի, ձեզ մոտ ընդհանրապես գիտեմ քո խոր մասնագիտական իմացության մասին, բայց նաեւ սաներին է փոխանցում բացի էսթետիկ մեյքափից նաեւ էֆեկտիվ, այսինքն որևիցե կերպարային կամ բան կարող են իրականացնել։ Այո, վերջի օրը մենք ունենում ենք այդպիսի մի հետաքրքիր project, որտեղ որ իրենք որոշում են, թե ինչ կերպարանափոխություն են ուզում կատարել, մեկը ուզում է, չգիտեմ, նկարչություն անել դեմքին, մեկ ուրիշը լրիվ ուզում է սարսափելի կերպար ստանալ, այսինքն քանի որ Հալոուինը բոլորին դարձնում է մեյքափ արտիստ, նաև այդ տոնակատարությունը, կամ կարող են քեզ մոտ ավարտելուց հետո հայտնվել ամերիկյան հոլիվուդյան կինոինդուստրիայում եւ փորձեն իրականացնել այդ բարդ աշխատանքները։ Դա իհարկե արդեն ցանկությունից է կախված։ Եվ այն գիտելիքներից, որոնք նրանք ունենան, որովհետեւ իսկապես մեր օրերում շատ կանայք ու աղջիկներ կան, ովքեր ունեն նորածին բալիկներ ու չգիտեն ինչպես կարելի է շատ արագ վերադառնալ աշխատանքի կամ ձեռք բերել այնպիսի մի աշխատանք, որը ինչպես մեյքափ անել նորածին բալիկներին։ Եվ ես կարծում եմ մեյքափը դա այն մասնագիտությունը, դիմահարդար մասնագիտությունը, որ կարելի է տանել, չէ, իրականացնել։ Իհարկե, ես հենց դա էլ ուզում էի խոսել, որ ինչի եմ սիրում հենց մեյքափը, որովհետև բոլոր մայրիկները, տնային տնտեսուհիները, թեկուզ այն բոլոր կանայք, ովքեր որ արդեն ունեն աշխատանք, նրանք կարող են ուղղակի աշխատել ուրբաթ-շաբաթ կիրակի, այսինքն իրենց գրաֆիկը այդ առումով շատ ազատ է։ Նրանք կարող են նույնիսկ տնից աշխատել, ինչը որ մեր օրերում երիտասարդ մայրիկների համար կամ տնային տնտեսուհիների համար շատ կարևոր է, որպեսզի իրենք լինեն տանը իրենց երեխաների հետ։ Եվ գրաֆիկը իհարկե նրանք կարող են ընտրել ժամերը, այսինքն աշխատել եւ տանը, եւ դուրսը, եւ իհարկե սալոնում, արդեն նրանք կարող են որոշել։ Մեյքափը իրենից ներկայացնում է ֆրիլանս աշխատանք, ինչը որ մեր դեպքում իհարկե շատ լավ է։ Ինչ է դա իրենից ներկայացնում։ Այսինքն դու կարող ես ցանկացած տեղ գնալ մեյքափի
գործը անել, նույնիսկ ժուրնալների համար հատուկ, այսինքն քեզնից չի պահանջվում որևիցե մի բարձրագույն license, հա, կարևորը որ դու կարողանում ես լավ մեյքափ կատարել եւ ունես սերտիֆիկատ։ Եվ ունես վերջիվերջո անուն արդեն։ Այո, Որն էլ խոսում է հենց քո աշխատանքի մասին։ Կարող ես Բաքում հարևանուհիներին հրավիրել եւ բոլորին մեյքափ անել, ինչու ոչ։ Կար չէ, առաջ սովետական ժամանակաշրջանում այդպիսի բան կար, երբ խմբակային բարեկամներով պատրաստում էին գնալ եւ համախմբում էին, ինչ որ մեկը մյուսներին սկսում էր մեյքափ անել, զարդարել, գունեղացնել։ Ձերերուսատողներ 818-861-7156, սա բանի հեռախոսահամարն է, երբ կարող եք զանգահարել եւ ինչպես ասած անին հունվար 4-ից սկսվում են դասընթացները։ Իսկ տևողությունը որքան է։ 4 շաբաթ է տևում, 2 շաբթիից 5 շաբթի, բայց հայտերը մինչև դեկտեմբերի 26-ն են, որպեսզի այդ տոներին չխանգարի մեզ։ Միայն խմբակային են դասընթացները, այո, խմբակային, անհատական տարբերակներ։ չէ, անհատական չկան, բայց խումբը շատ փոքր է լինում, այսինքն կարողանում եմ այդ 3 ժամվա ընթացքում բոլորին տրամադրել իրենց ժամանակը, իրենց սխալները ուղղել, այսինքն եթե խումբը լինի 20 հոգի, դու չես կարող ամեն մեկին անհատական մոտեցում չես այո, կարող։ չես կարող ցույց տալ, մաքսիմում 10 րոպե ամեն մեկի վրա։ Այո, սիրելի հեռուստատողներ, այն ինչի մասին մենք խոսում ենք, դա դիմահարդարումն է, իսկ դիմահարդարումը ոչ միայն այդպես սովորական արտաքին քսման process է, այլ նաև լուրջ արվեստ է, որքան տեսնում եք եւ դրան բազմիցս ապացույցներ ունեք, երբ մարդուն կարելի է կերպանափոխել ամբողջապես։ Էման եւ Անին գիտեն դրա գաղտնիքները, բնականաբար եւ կփորձեն ձեզ հետ կիսվել շարունակությամբ։ Այս պահին պետք է առաջարկենք կարճատև գովազդային դադար մեր գործընկերների առաջարկները, որից հետո վերադառնանք եւ փորձենք հասկանալ, ինչպես կարելի է ցուցադրել կարճ թարթիչները որպես երկար, ինչպես կարելի է այս բանը։ Մեկ խոսքով գաղտնիքներ, որոնք ձեզ անհրաժեշտ են, մնացեք։ Գաղտնիքներ տղամարդկանց աչքերով։ Մարգարիտա Մկրտչյանի փաստաբանական գրասենյակը, որը գտնվում է Գլենդեյլի 415 East Broadway հասցեում, պրոֆեսիոնալ ծառայություններ է առաջարկում հետևյալ ոլորտներում. Immigration law, բոլոր տեսակի գաղթականական իրավունքի հարցերով, personal injury, family law, bankruptcy եւ traffic tickets։ Ձեր գործը կընդունեն եւ բարեհաջող ավարտին կհասցնեն ընկերության փորձառու մասնագետները Մարգարիտա Մկրտչյանի գլխավորությամբ։ Այստեղ խոսում են անգլերեն, հայերեն եւ ռուսերեն։ Վստահեք եւ բացառեք իրավական ոլորտի խնդիրները։ Glendale Ranch Market-ը տեղակայված 1122 South Central հասցեում ավելի քան 20 տարի աչքի է ընկնում մատչելի գներով։ Այն ունի օրգանիկ բաժին, իսկ մսամթերքի բաժնում այսուհետ կարելի է գտնել հատուկ համեմունքներով ապխտած մսատեսակներ։ Այս շաբաթվա հատուկ առաջարկներն են. Թարմ պղպեղ 2 փաունդը $1, դունյա լեբնի 99 սենտ, բասմատի բրինձ տարան $7.99 սենտ, շաքարավազ տարան $1.99 սենտ, այլուր տարան $1.99 սենտ, թեյ $1.99 սենտ, սալյամի փաունդը $4.49 սենտ, սմբուկ 3 հատը 99 սենտ։ Ամեքսիմ ընկերությունը ներկայացնում է հաճար բարեկենդան, ներկրված Հայաստանից, մաքրված եւ փաթեթավորված գործարարային ստերիլ պայմաններում, հայրենական բարձրորակ արտադրանք, մեծ եւ փոքր փաթեթավորումով, հաճար բարեկենդան, ձեռք բերեք հայրենական արտադրանքը հայկական նպարատներում։ Բազմաթիվ ձեռքբերումներ եմ ունեցել իմ կյանքում, հասել հաջողության, հարստության, վայելելով կյանքից տրված բոլոր բարիքները, ստեղծել վստահություն եւ հարգանք, զարգացնել լավագույն ճաշակ։ Եվ այսքանից հետո ես պահպանեցի իմ ամբողջականությունը եւ դեռ փայփայում եմ հայրենիքիս ուշերն ու նրա անմոռանալի համ։ Կիլիկիա, շքեղության գագաթնակետ։ Իդա Աղախանյանը եւ ARTN հեռուստաընկերությունը ներկայացնում են Լոս Անջելեսի շնորհալի երիտասարդ էստրադային երգիչներին։ Ծրագրում հին ու նոր սիրված երգեր ցանկացած ճաշակի եւ տարիքի համար։ Եկեք սատարենք մեր երիտասարդներին հասնելու նոր ու նոր բարձունքների։ Սպասում ենք ձեզ դեկտեմբերի 20-ին երեկոյան ժամը 7-ին ARTN թատրոնում։ Տոմսերի համար զանգահարեք 818 484 5555 կամ 818 550 1556 հեռախոսահամարներով։ Կալիֆոռնիայում Ֆրեզնո քաղաքում տարեսկզբի ամենավառ երաժշտական իրադարձությունը շաբաթ օրը հունվարի 23-ին ժամը 6-ին Ֆրեզնոյի Warner's Theater-ում Թաթա Սիմոնյան, միայն մեկ համեր։ Արևոտ իմ քաղաք, ինձ համար լույս, թարոս անմար, ես սիրահար, դու սիրացան ուշյար, մնականգում, հավետար։ Ֆրեզնո, հունվարի 23-ին։ Սիրում եմ ձեր աղջկան։ Փիրուզի
Սուպեր մամա եւ Ալաբալանիցա ֆիլմերի ստեղծողներից։ Հոկտեմբերի 30-ից Լոս Անջելեսում նոր սուպեր կինոկատակերգություն Սիրո գործակից։ Դու ինձ արդեն 2 ամիս է ինչ չես նկատում։ Շրջվակ ու հապուրակ կր կողքի մստատի։ Եվ այսպես բաց չթողնեք տարվա գլխավոր իրադարձությունը։ Սիրո գործակից սա լուրջ կատակերգություն է։ 3 տարի անընդմեջ ամանորը Կարեն Բոքսյանի հետ Impression ռեստորանում 2016 թվականը շքեղ դիմավորելու մի քանի նախապայման համեղ ու տոնական ճաշատեսակներ հաճելի եւ բարձրակարգ սպասարկում հանդիպում Սանտա Կլաուսի հետ իսկ երաժշտական յուրահատուկ մթնոլորտը կապահովի սիրված երգիչ Կարեն Բոքսյանն իր նվագախմբով ահա հաճելի եւ արդյունավետ առաջարկ Բոքսյան and Friends ընկերության կողմից ընտրության իրավունքը ձերն է դիմավորենք միասին ամանորը այս տարի եւս Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, բարի նոր օր գեղեցիկ տրամադրությամբ շարժվում ենք առաջ գաղտնիքներ, որքան էլ սովորես, միևնույն է գաղտնիքը մնում է գաղտնիք, որովհետև դրանք շատ են։ Իսկ կյանքում առկա երևույթների դժվարությունների մեջ միգուցե չենք հասցնում իրականացնել երբեմնի կարևորագույն գործերն ու գործողությունները։ Դրանք արտաքին տեսքի էսթետիկական վերականգնում են, դրանք առավել եւս կանանց համար եւ բոլորիս համար իհարկե տան ու մեր շրջապատող այդ փոքրիկ հրաշալի տաքուկ անկյունի մաքրման աշխատանքներն են։ Այս հարցում գալիս է մեզ օգնության Art Cleaning ընկերություն, որ հայուհիներից կազմված հրաշալի խումբը շատ արագ վերականգնում է ձեր տան բնակարանի բիզնեսի երբեմնի կորցրած փայլը գունեղությունը։ Այնպիսի փայլ, այնպիսի մաքրություն, ինչպես ասում է հին ավանդույթը յուղը թափեց կհավաքի, այսպիսին է դրանց աշխատանքը 818-818-9400 նախատոնական օրերին հատկապես աշխատանքների ծավալի հետևանքով այսօր այս վարքյանին է պետք արդեն ժամադրություն վերցնել, որպեսզի կարողանալ կարգավորել եւ նախատոնական եւ հետտոնական գեներալնա ու բորկա հասկացողությունը։ Իսկ այսպես վերադառնանք տաղավար եւ շարունակենք զրույցը մեր հյուրի հետ։ Իսկ մեր հյուրն է Անի Արամ գեղեցկության սրահի հիմնադիր ղեկավար եւ համայնքում ճանաչված ու սիրված մեյքափ արտիստ Անին։ Բարի լույս Անի, եւս մեկ անգամ։ Այսպեսի մի հետաքրքիր հարց, առհասարակ ես ի սկզբանե երբ եկա Ամերիկայի մեծալանքներ, զարմացա վարսահարդարի լայսենզի պատմության այդ երկար process-ին, որ պետք է եթե վարսահարդար ես, պետք է եւ մազի հետ խնդիր ունենաս, եւ տղամարդու մազի, եւ չգիտեմ, եւ եղունգի, այսինքն ամեն ինչ էսպես է։ Ինչպիսին է տարբերակը լայսենզի թե սերտիֆիկատի հետ կապված այդ մեյքափի ոլորտում։ Ասեմ, որ շատ են այդ հարցը տալիս, նորից եմ ուզում անդրադառնալ այդ հարցին, որ մեյքափը լայսենս չունի, այսինքն չկա դեռևս այդպիսի բան մեյքափի մեջ, որ գոյություն ունենա լայսենս հասկացողությունը։ Գոյություն ունի cosmetology license, որը որ դա դու նորից նշեցի, ուրեմն մազն է, եղունգը եւ facial, այսինքն չիստկան է դեմքի։ Եվ իհարկե կա aesthetician license, որը դեմքի մաքրումն է։ Այսինքն ոչ նա, ոչ մի կապ չունի մեյքափի հետ, հա, դիմահարդարման հետ, այո, եւ երբ որ իմ մոտ գալիս են, այսինքն նրանք ոչինչ չեն սովորելու դրանից, նրանք սովորում են մեյքափ։ Մեյքափը տալիս է ընդհանրապես սերտիֆիկատ կամ դիպլոմ։ Եվ դրանով արդեն նրանք կարող են գնալ եւ աշխատել իրենց ցանկացած վայրում։ Պաստորի վարսահարդար աշխատելու համար պետք է լիցենզիա, լայսենս, այո, իսկ մեյքափի համար պետք է ընդհանրապես գրություն, որ դու անցել ես դասընթացները, այսքան ժամանակ ես անցել, ասեմ նաև որ իմ սերտիֆիկատից հետո շատ խանութներ իրենց տրամադրում են հատուկ պրոֆեսիոնալ ձեղճեր, 20-ից 40%, նույն Նեյմիս խանութը եւ մնացած բոլոր այ մեյքափի խանութները, նրանք կարող են գնալ ներկայացնել իրենց դիպլոմ, այսինքն սերտիֆիկատը եւ արդեն ստանալ իրենց պրոֆեսիոնալ մեյքափի ձեղճերը։ Իդեպ Նեյմիսը դա այն խանութն է, բոլոր աղջիկների հիմա սիրված խանութն է, այո, որտեղ դիմահարդարման աշխարհ է բացվում։ Այո, այո։ Չգիտեմ, երբևէ չեմ եղել եւ կարծում չեմ լինի։ Հայտնի աստղերի, իսկապես աստղերի մեյքափ արտիստներ հենց այդտեղից են իրենց դիմահարդարումները ձեռք բերում։ Անի ջան, իսկ ինչ վերաբերվում է հարսի դիմահարդարմանը, որը կարծում եմ այսպես շատ կարևոր տեղ ունի, թե դիմահարդարի համար, որպես դիմահարդարում եւ թե հարսի համար։ Առհասարակ դիմահարդարման համար շատ հարսներ այդ օրը ցանկանում են մեկուսանալ, առանձնանալ, որովհետեւ, չգիտեմ, բնական նյարդային վիճակ է սկսում շատերի մոտ եւ չեն ցանկանում շատերի մեջ լինել դիմահարդարման process-ում։ Արդյոք դրա համար էլ ունի Անի Արամի գեղեցկության կենտրոնը հատուկ պատրաստված սենյակ։ Այո, մենք իհարկե ունենք հենց հարցերի համար նախատեսված սենյակներ եւ ունենք գեղեցիկ վայրեր, որտեղ որ մեր հարցերը այսպես ասած նկարվում են, միշտ մեզ հարցնում են արդյոք կարող են իրենց
հետ բերել իրենց նկարահանող խմբին եւ իհարկե բնականաբար մենք կողմ ենք, գալիս են նկարվում են, շատ հաճելի է անցնում, շամպայն ենք հյուրասիրում մեր հարսներին, այսինքն շատ լավ ենք նայում։ Լավ եք նայում։ Քանի որ նրանք այդ օրը շատ ավելի լարված են, մենք ամեն ձև փորձում ենք։ Փաստորեն հարսանիքի առավոտյան հարսերը արդեն խմում են։ Այո, խմում են։ Սիրելի փեսաներ ուշադիր եղեք, եթե դեր կանանց տանում եք հարդարման սրահ, նրանք այնտեղ խմում են, սա։ Ինչով է առանձնանում հարսների սենյակը, առանձնացված հատուկ լուսավորություն։ Այո, առանձնացված սենյակ, գեղեցիկ։ Այո, մեղմ դասավորվածություն իրերի, գեղեցիկ սրահ է իսկապես, ինձ այդ բացառիկ հնարավորությունը տրվում է եւ առավոտյան ես այսպես անին խնդրում եմ, որովհետեւ նայեք դիմահարտարի հետ հարսների սենյակում։ Եվ ասեմ, որ իմ աշակերտները նույնպես իրենց սիրված դասերից մեկն է հենց հարսի մեյքափի դասը, ինչը որ նրանց սովորեցնում եմ bridal consultation-ից սկսած, այսինքն ոնց կարողանան հարսերի հետ խոսալ, ինչպես Դա էլ է հատուկ։ Այո, իհարկե խոսելու ձեռք։ Հոգեբանական, ինչպես ասացիք, հարսերը լարված են լինում։ Հոգեբանական թեստ է պետք անցկացնել։ Անի տարբերությունը շատ է արդիական, բեմական, եթերային եւ հարսի մեյքափը։ Ասեմ, որ հարսի մեյքափը պետք է շատ զգուշությամբ կատարել, որովհետեւ մեկ տոնի սխալ ընտրություն կարող է ամբողջ տեսքը փչացնել նկարների մեջ, ֆոտոների եւ կամերաների մեջ։ Այո, չէ՞ որ նրանք հարյուրավոր մարդկանց, այսպես ասած, ուշադրության կենտրոնում են լինում եւ նույն նկարների մեջ սխալ ընտրության դեպքում, նաեւ նյութերի սխալ աշխատելու դեպքում կարող է ուղղակի հարսի ամբողջ գեղեցկությունը եւ տեսքը փչացնել։ Այ հետաքրքիր է ինձ էսպիսի մի բան, անի, շատ այ տեսնում ենք ահա այս հարսի գեղեցիկ սրահը, լինում են այնպիսի դեմքեր, որ դու յուրահատուկ սիմպաթիայով վերաբերվես հարսներին, ովքեր այսպես քեզ շատ են դուր գալիս։ Ինձ համար բոլոր հարսներն գեղեցիկ են այդ օրը, այդպես եմ կարծում։ Իհարկե կան, որ այսպես ավելի շատ ուշադրություն են ուզում, դա իհարկե ստանում են, բոլորն էլ ուշադրությունը ստանում են, բայց կարծում եմ, որ բոլորն էլ այդ օրը յուրահատուկ են։ Այն ինչ հետաքրքիր է, կար աղջիկը, որ նստեց, շատ կարմիր այտեր ուներ, դա հատուկ մեյքափ է պարտադիր ուզում, որպեսզի թաքցնել։ Դա իհարկե մենք արդեն հատուկ գույներով, կանաչ գույնով ենք ավելի փակում եւ այլն, այսինքն մենք ունենք մեր գաղտնիքները, որտեղ այսինքն կարելի է այս մուկ գծերը, որ արվում են, դրանց շնորհիվ դեմքը նիհարեցվում է, գծվում է։ Դա հենց կոնտուրացվածն էր, որ աշակերտների ամենասիրած դասերն են։ Դեմքը նիհարեցնելու process գոյություն։ Պատկերացնում ես։ Շատ լավ, անի շնորհակալություն, անչափ շնորհակալություն եւ եմ կարծում կրկնակի ու երակի շնորհակալ է այն օրերին, որ չի հասցնում գալ քեզ մոտ, ինքը տան իրականացնում, բայց ամեն անգամ վերցնում է քո վարպետությունը։ Չես ուզում Էմա արդյոք դու դիմել Անիին, անցնել 4 շաբաթյա դասընթացներ եւ ունենալ սերտիֆիկատ։ Շատ հնարավոր է, որ գնամ այդ դասերին, ինչու ոչ։ Այո, Անի, կա ինչ-որ մի բան, որը կցանկանաս ավելացնել։ Կցանկանայի նաև ավելացնել, որ բոլոր նրանք, ովքեր որ զանգահարում են եւ փորձում են մեյքափի appointment-ներ վերցնել, ասեմ, որ արդեն բավականին երկար ժամանակ է, որ այլևս զանգերով չենք վերցնում, այլ վերցնում ենք on-line տարբերակով։ Այցելում են aniarami.com եւ այնտեղ booking-ով կարող են իրենց օրը եւ ուզած ժամը բուքանել։ Հենց իրենք, այո, այլևս չկա զանգերով եւ նույն Հայաստանում դեսպանատան օր վերցնելու նման։ Արդեն հեռախոսահամարը, որը տեսնում եք հեռուստաէկրանին, հարգելի հեռուստադիտողներ, դա Aniarami գեղեցկության կենտրոնի հեռախոսահամարն է, կարող եք զանգահարել եւ եթե ինչ-որ մեկը չհասցրեց գրանցել էլեկտրոնային հասցեն, այս հեռախոսահամարով վստահ կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։ Անի, շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Որ այսօր ժամանակ գտար եւ եկար մեզ մոտ, մենք միշտ ուրախ ենք խոսել գեղեցիկի մասին եւ գեղեցկացնել բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դրա ցանկությունը։ Եվ մի քանի վայրկյան ժամանակ ունես Ձմեռ պապին ու Ձմեռ պապից ուզելու այն ինչ ուզում ես եկող տարի։ Ուզում եմ, որ բոլորը առողջ լինեն, իմ ընտանիքը, իմ ծնողները եւ չգիտեմ, միայն առողջություն, խաղաղություն, սեր։ Շնորհակալություն անչափ սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ, կարճատև դադարից հետո մենք կհրավիրենք մեր հաջորդ հյուրին, ով լրատվական աշխարհի լավագույն ներկայացուցիչներից է եւ կփորձենք իրատեսորեն ներկայացնել, թե ինչ է կատարվում այսօր առհասարակ Լոս Անջելեսում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մնացեք մեզ հետ։ Այո։